Հալեպահայ Հրաչ Քեյվերյանի տունը քանդվել է գիշերը քաղաքում տեղի ունեցած հրթիռակոծությունից։ Գիշերը մոտ ժամը 4-ին հրթիռը հարվածել է բնակարանին։ Արևելքին Հրաչ Քեյվերյանը պատմել է, որ արթնացել են ուժգին ձայներից ու փլուզման աղմուկից։ Տուժածներ բարեբախտաբար չկան։ Բանակի եւ քրդական ղեկավարությամբ գործող Սիրիայի ժողովրդավարական ուժերի միջև արդեն 3 օր շարունակվող բախումներից վնասներ են կրել հայաբնակ Շեյխ Թահա եւ Վիլաներ թաղամասերի տները, բնակիչների մեքենաները։ Փառք Աստծո, որ ինքը մարդկային վնասներ չգային, ոչ վիրավորներ, ոչ զոհեր կան, հազար փառք, բայց նյութական վնասներ արձանագրվեցան Հալեպահայերու գարկոփնագարաններուն, բայց նորեն խնդիր չկա, քանի նյութական վնասներ են, որտեղ հրթիռներ կա հայու դունի վրա, քանի հայերու դուներու վրա ինգած էր, բայց բարեփոխտապար վնասներ չկան, չէ, բնակիչները դունի մեջ եղած էին, բայց վիրավորներ կամ զոհեր առայժմ չկան։ Չնայած սոսկումը վախը արդեն բավական մեծ ավերներ կգործե Ադվարգյանի համար։ Բախումներից տուժած հայաբնակ այս թաղամասերի բնակչությունը տեղափոխվել է քաղաքի հայկական եկեղեցի անվտանգության նկատառումներից ելնելով։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո ներտնասրահը բաց է, ան Հալեպահայերը, որոնք իրենց անապահով գցքան իրենց բնակարանները, գրնան թիմեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցոս դրա, գրնան ավաստան գտնել այնտեղ, առավել բաց է Օստրիայի Օկչան խաչի թարմանադունը, որը մեկ առողջապահական բարականերու գրնան թիմեր, առավել եւս Կանզասար բարբերաթերթով հերացանի թիվեր հաղորդված է, եթե որևէ մեկ համբադահի գրնան այդ թիվերուն թիմել եւ օգնություն խնդրել։ Հայկական թաղամասերը մոտ են ռազմական գործողությունների էպիկենտրոնին քրդական շրջաններին, որոնք նախորդին կառավարական զորքերը շրջապատել էին տանկերով։ Այսօր Սիրիայի կառավարությունն այդ շրջանների բնակչությանը տարածք լքելու կոչեր է արել։ Հալեպում պետական կառույցների մեծ մասն արդեն 2 օր է փակ է, դպրոցները, համալսարանները չեն գործում, փողոցները դատարկ են։ Նախորդին անվտանգության նկատառումներից ելնելով չեղարկվել են մեռելոցի հիշատակի արարողությունները։ Ներկապահին ոչ մեկ տներից դուրս չի գալիս, պարետային ժամը ու ամենամար մեջ դուրս չեն գալիս, ոչ միտեղ չի գնում, բայց եկեղեցին օրինակի համար իր եկեղեցու սրահները տրամադրել է ժողովրդին, որոնք իրաց տները մոտ են քրդական տարածքներին, կան ու եկեղեցում ապաստան գտնեն, միջև որ այդ հարվածները կամ պատերազմական վիճակը անդարտի կայունանա, շտապ օգնության ասենք շտաբը բացվել, էլի դարմանատուն, որտեղ ինչ-որ վիրավորներ լինեն, որ մեր ժողովրդի զավակներին հասնեն։ Հալեպից Երևան չվերթը, որը պիտի կայանար վաղը, չեղարկվել է։ Օդանավակայանն այս պահի դրությամբ չի գործում։ Բոլորն էլ տենցում մտահոգության մեջ են, բայց Աստված առաջ ուսանք, որ սենց շատ մեծ վնասներով չի վերջանա, բայց այն որ ռումբեր են գալիս, կայակոցներ, ամեն ինչ են լինում, ասենք հեռախոսով մեկի հետ խոսում ես, լսում ես ընդեղ դրակեց ինչ-որ մի բան, հեռախոսի մեջից է լսվում։ Կառավարական եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև բախումները սկսվել են հունվարի 6-ին։ Բախումների հետևանքով զոհերի մասին տարբեր տվյալներ են հաղորդվում։ Ըստ սիրիական աղբյուրների 6 զոհ կա բախումների մասնակից զինվորականների եւ 12 քաղաքացիների շրջանում։ Բախումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ փակուղում են հայտնվել Սիրիայի ժողովրդավարական ուժերի կառավարական զորքերի հետ միավորման շուրջ բանակցությունները։ Քրդական ուժերը չեն ցանկանում հրաժարվել պատերազմի տարիներին ձեռք բերված ինքնավարությունից։ Թուրքիան, որը նոր սիրիական կառավարության մտերիմ դաշնակիցն է եւ իր սահմանին գտնվող քրդական աշխարհազորայիններին համարում է անվտանգության սպառնալիք, պահանջել է, որ բոլոր քրդական զինված խմբավորումները, ներառյալ Սիրիայում գտնվողները, վայր դնեն զենքերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ քրդերի դեմ գործողությանն իրենք չեն մասնակցում։